Պարոն Խաչատրյան, Տորակությունը իշխանությունները կարում էին, ասում էին դուերը չպետք է չքաղաքանացվեն, բայց մենք տեսնում ենք, որ կատարելապես քաղաքանացված են։ Խորհուրդների նախագահներ են բարձրաստիճան ԿՊԱ-կաններ, այս իշխանությունը, որ ձևավորվեց 21 վերարտադրվեց 21 թվականից հետո, գիտեք, բազմաթիվ ընդդիմադիր падգամավորների եւ ընդդիմադիր հայացք ունեցող անձանց, ովքեր դասավանդում էին բուհերում, նրանց կամ հեռացեցին կամ պայմանագրերը ուրեմն երկարաձգեցին։ Այստեղ ինչ են անում, ասում փորձում են գերի վերահսկել բուհերը, որպեսզի նոր սերնդին իրենց այս ապազգային գաղափարներով դաստիարակեն, սա է։ իսկ դպրոցի նմանապես եւ դպրոցները։ Դպրոցի տնօրեններ կան, որոնք իրենց աշխատանքային կաբինետներից մտնում են լայվեր, վիդեոներ են նկարում, քաղաքական հայտարարություններ են անում, Կտրիչ Ներսիսյանի կաթողիկոսի հետ կապված հենց հայտարարություններ են անում, մասնակցում Փաշինյանի արշավներին, սա դարձյալ քաղաքականացման մասին չի խոսում։ Սա հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչ ողբալի, ողորմելի վիճակում է մեր հանրակրթությունը, որովհետև չի կարող լինի դպրոցի տնօրեն, վստահ եմ այդ տնօրենը ընտրվել է այս նոր իշխանությունների օրոք, իսկ եթե այս իշխանությունների օրոք չեն ընտրվել, ուրեմն ովքեր իրանք ծառա սկզբունքով են առաջնորդում, բայց վստահ եմ, որ 20-ից 19-ը իրանց օրոք ընտրված մարդիկ են եւ այդ մարդիկ տեղ չունեն բուհերում, ներողություն դպրոցներում, սա հայտարարություն է, այսինքն ուսուցիչ ինչ է սովորացնում ուսուցիչը։ Ինչ է սովորացնում, ակնհայտ է, մի մասը ասում են, հա, Նիկոլ Փաշինյանին գովենք, մյուս մասը պարտադրանքով գնում է պատարակի, այդ ուսուցիչը, այդ մանկավարժ երեխուն ինչ է սովորացնել։ Նորմալ երկրում նման տնօրեններին ինչ պետք է անեն։ Նորմալ երկրներում նման տնօրեններ ուղղակի չեն կարող գոյություն ունենալ։